Դուք խոսեցիք Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարկագծի վերաբերյալ, քարոզարշավի ընթացքում, որոնք գրանով ավելի են, այսպես ասենք, ահագնանում, վերաբերում է ոչ միայն անձնական վիրավորանքներին, այլ նաև որոշակի գույքերը վերցնելու գործընթացներին, օրինակ ցեմենտի գործարանից հիմա անցում է կատարել Գագիկ Ծառուկյանի, ինչպես ինքն է ձևակերպել, Սարի գլխի տանը եւ ասում է, որ մինչեւ 2030-31 թվականը դա պետք է դառնա ծերերի խնամքի կենտրոն։ Ինչպես եք վերաբերում եւ ինչպիսին է նաեւ Գագիկ Ծառուկյանի արձագանքը այդ հնչող սպառնալիքներին։ Գագիկ Ծառուկյանի արձագանքը հետևյալն է, պարոն Ծառուկյանը այս բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ։ Տեսեք, ես անընդհատ այս իմ նախաբանի մեջ մի քանի անգամ օգտագործեցի, որ մեր համար սպասելի էր սպառնալիքների, այս շանտաժի, ֆիզիկական եւ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու Նիկոլ Փաշինյանի գործելավոճը, բայց ինչպես նախորդին Գագիկ Ծառուկյանը նշել էր, որևէ դեպքում մենք չենք իջնելու այդ մակարդակին եւ չենք արձագանքելու նույն լեքսիկոնով։ Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների մասին, զավակների մասին, Գագիկ Ծառուկյանը նրա ընտանիքի անդամներին եւ նրա զավակներին մաղթում է քաջ առողջություն եւ ասում է, որ որևէ դեպքում, որևէ հանգամանքում չի իջնելու այդ մակարդակին, չի գցելու իր կլասը եւ չի արձագանքելու այդ լեքսիկոնին։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի մինչև 31 թվականը Գագիկ Ծառուկյանի տունը խլելու սպառնալիքներին, նախորդին պարոն Ծառուկյանը հակընդդեմ առաջարկով է հանդես եկել, ինչի սպասել մինչև 2031 թվականը, եթե կարելի է օրինակ հենց այսօր վերցնել կառավարական ամառանոցը, բազմահեկտարանոց եւ նվիրել պատերազմում վիրավորում ստացած մեր հերոսներին վերականգնողական կենտրոն սարքելու նպատակով։ Գիտեք, տարիների ընթացքում մենք բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել Նիկոլ Փաշինյանի սատկացնելու, պատերին ծեփելու, ասֆալտին փռելու վերաբերյալ հայտարարություններին, ականատես են եղել տարատեսակ քրեական գործերի, կալանավորումների, նույն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման գործընթացի, ընտրակաշառքի գործով կալանավորման, ինչ տեղի ունեցավ տարիներ անց։ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց։ Գագիկ Ծառուկյանը այդ մեղադրանքներով հարուցված քրեական գործի շրջանակներում արդարացվեց։ Որևէ մեկը ներողություն չխնդրեց Գագիկ Ծառուկյանին տարիների այս դատական քաշքշուկների, կալանավորման եւ մնացած բոլոր տեսակի հիմնազուրկ եւ գռեհիկ լեքսիկոնով հայտարարությունների մասին, որովհետեւ քաղաքական իշխանությունների, իշխանության ԿՊ-ի ներկայացուցիչները այսպես բացառիկ քաջություն ձեռք են բերում այն ժամանակ, երբ որ ինչ-որ նման գործընթացներ են սկսում են աչ ու ձախ հայտարարություններով հանդես գալ, հետո երբ որ այդ ամեն ինչը հերկվում է, բնականաբար որևէ մեկը ներողություն չի խնդրում դրանից, այդ մասով։ Մենք բնականաբար չենք էլ ակնկալում, որտեղ դա եւս դաստիարակության եւ բարեկրթության մասին է խոսում, որից նրանք մղոններով հեռու են, բայց այնուամենայնիվ կրկնում եմ հերթական անգամ, մեր համար որևէ սարսափելի գործընթաց տեղի չի ունենում։ Ես իհարկե հասկանում եմ, որ նույն Արարատ ցեմենտը այսպես պետականացնելու գործընթացը, որը հենց մեկնարկեց նախընտրական քարոզարշավի շրջանակներում եւ շոուի էլեմենտներով, արձակուրդում գտնվող վարչապետը քարոզարշավի ընթացքում հստակ հանձնարարական է տալիս իրավապահ ու պատկան մարմիններին, դրանից նոր օրեր անց ինչ որ գործ է հարուցվում, նույնը տեղի ունեցավ նաեւ Անդրանիկ Թևանյանի հետ կապված քրեական գործի շրջանակներում։ Որևէ մեկը հարց չի հնչեցնում, ինչպես է ամեն ինչը տեղի ունենում։ Կարծեմ, թե համակարգը աշխատում է այնպես, որ գործը հարուցվում է, հետո այդ մասին հանրությունը իմանում է, խոսվում է այդ մասին, ոչ թե քարոզարշավի շրջանակներում պիկապի վրա ցածկոտելու ընթացքում վարչապետը հստակ հանձնարարական է իջեցնում եւ իրավապահ համակարգը լծվում է այդ հանձնարարականը ցանկացած գնով իրականություն դարձնելուն։ Նույն Անդրանիկ Թևանյանի հետ կապված ընդամենը վարչապետի հայտարարությունից 2 օր հետո նոր միայն իրավական գործընթացը մեկնարկել է։ Այսինքն 2 օր ամբողջ իրավական համակարգը ըստ երևույթին փորձում էր գործ կարել, որը կրկնում եմ, մեր փաստաբանների գնահատման բացարձակ հիմնազուրկ է եւ բնականաբար գնալու են իրավական ճանապարհով, բողոքարկման ճանապարհով են գնալու մեր փաստաբանները։
Խոսքը սրա մասին է, երբ ամեն ինչ մեր աչքի առաջ է տեղի ունենում։ Ես նախորդ անգամ ասացի, ձևակերպումս այո կրկնում եմ եւս մեկ անգամ։ Նիկոլ Փաշինյանը իրեն հռչակել է հայկական ֆեմիդա, իրեն թվում է, որ ինքը արդարադատության կերտողն է, արդարադատության երաշխավորն է, իրեն համենայն դեպս այդպես է թվում, ինքն այդպես է ընկալում։ Ինքը ազգային անվտանգության ծառայության պետն է, ներքին գործերի նախարարն է, ոստիկանապետն է եւ բոլոր դատական ատյանների դատավոր է հանդիսանում, կայացնում է որոշում, հնչեցնում է դատավճիռ, բացարձակ հիմնազուրկ, ոտնահարելով անմեղության կանխավարկածի հետ կապված բոլոր դրսևորումները եւ ցավոք սրտի մեր իրավապահ համակարգն էլ գնում է Նիկոլ Փաշինյանի երազանքները իրականացնելու ճանապարհով։ Թերևս նախկինում երբ որ ընդունված է ասել, հա, որ Սերժի ժամանակ դուք եղել եք այդ ժամանակ խորհրդարանի պատգամավոր եւ քարոզարշավների ընթացքում երբ որ նմանատիպ դրվագներից ոչ պակաս, հա, լինում էին միջազգային կառույցները, տեղական դիտորդները շատ ուղիղ արձագանքում էին, կոչ էին անում իշխանությանը բարեկրթության սահմաններում իրականացնել քարոզարշավը, բայց հիմա մենք տեսնում ենք, որ նաև ոչ միջազգային կառույցների կողմից, ոչ տեղական դիտորդների կողմից չկա համարժեք արձագանք օրվա իշխանության, որտեղ գրած քաղաքականության, նաև հայտնի այդ գնահատականների մարդկանց չկա դատարանի կողմից կայացված որոշում, բայց արդեն լրտես, դավաճան եւ այլ ձևակերպումներ են տալիս։ Ձեր կարծիքով ինչ է փոխվել այս առումով։ Ես կարող եմ ասել, որ համենայն դեպս բոլոր միջազգային կառույցների դիտորդների հետ հանդիպումների շրջանակներում մենք ներկայացնում ենք բոլոր այն իրավախախտումները, բոլոր հարթություններում տեղի ունեցող իրավախախտումները, որոնք որ արձանագրում ենք, սկսած քարոզարշավի առաջին իսկ օրվանից առիթ ունեցել եմ ասելու, որ մեր բազմաթիվ թիմակիցներ եւ նաեւ պատգամավորության տեխնացուներ ապօրինի կերպով հեռացվել են աշխատանքներից, այդ թվում Չարենցավանի փոխքաղաքապետը, Ախուրյանի համայնքապետի տեղակալը, որոնք մեր ցուցակով պատգամավորության տեխնացուներ են եւ դրանից հետո հաջորդած այս բոլոր բռնաճնշումների գործընթացի հետ կապված տեղեկատվությունը բնականաբար միջազգային կառույցների եւ դիտորդներին փոխանցվում է, որովհետեւ եթե մենք խոսում ենք արդարության, ժողովրդավարության մասին, բնական է, որ ակնկալում ենք, որ պետք է լինի համարժեք արձագանք եւ պատասխան։ Զեկույցները մեզ վստահեցրել են, որ նախապատրաստման փուլերում են, այսինքն ըստ ժամանակացույցի հրապարակման ենթակա են, սպասենք, տեսնենք, եթե այդ զեկույցներում արձանագրված չլինեն են բոլոր ընտրախախտումները, որոնց մասին մենք եւ հրապարակային եւ մասնավոր զրույցներում բարձրաձայնում ենք, բնական է, որ մենք կանենք մեր հետևությունները, սակայն բազմաթիվ անգամներ, այդ թվում եւ հարցազրույցներում եւ Facebook-յան գրառումներում մենք բազմիցս դիմել ենք միջազգային դիտորդներին, կառույցներին ուշադրությունը հրավիրելով բոլոր տեսակի իրավախախտումների եւ սպառնալիքների եւ այս գործընթացների վրա եւ ակնկալել ենք նրանց դիրքորոշումը, մասնավորապես նշելով, որ եթե այս ակնհայտ ու ցայտուն խայտառակ իրավունքների ոտնահարման գործընթացը չեն տեսնում այդ կառույցները եւ այդ դիտորդները, ուրեմն նրանք չեն տեսնում ոչինչ եւ ակնհայտ է թե ում կողմից են այսպես հովանավորվում եւ սնվում, եթե չլինի համարժեք իրավական գնահատական բոլոր այդ կառույցների կողմից։ Ի սկզբանե դուք տեսնում եք այստեղ արդար մրցակցություն հաշվի առնելով նաև այն, որ նույն միջազգային դերակատարների կողմից Նիկոլ Փաշինյանը ակնհայտ հովանավորչություն ունի, նաև այցերի տեսքով, եթե տեսնեք, հա, հիմա էլ Ռուբիոն է գալիս Հայաստան, սա արդեն իսկ չի նշանակում, որ կոնկրետ այդ դիրքորոշում ունեն եւ իրենց աչքը նաև միջազգային դիտորդները փակելու են այս ամեն ինչի վրա եւ լեգիտիմության հարց ընտրությունների արդյոք չի առաջանում, հաշվի առնելով նաև այն վաղի մթնոլորտը, որը ձևավորված է արդեն իսկ հաշվի առնելով այդ քաղաքական հետապնդման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև վարչական ռեսուրսի կիրառման։ Սկսեմ ամենավերջից, որտեվ խոսքիս մեջ արդեն իսկ նշեցի, որ ակնհայտ է, որ վարչական ռեսուրսի կիրառումը դա այսպես դրսևորվում է բոլոր հնարավոր հարթակներով, պետական համակարգի աշխատակիցների վրա ազդեցություն գործադրելով եւ մնացած հանրային նաեւ այսպես դաշտերում այդ ազդեցությունը օգտագործելով, բնական է եւ ակնհայտ 1 տարվա անգործությունը կամ 2 տարվա անգործությունը բնականաբար այս նախընտրական քարոզարշավի 1 ամսվա ընթացքում իշխանությունները փորձում են օգտագործել
մաքսիմումով, այսինքն տարատեսակ պաշտոնական անձանց այցելություններ, տարատեսակ միջոցառումներ, տարատեսակ շքերթներ, ռազմական ներուժի ցուցադրություն, բոլորը շատ լավ դա հասկանում են, որ այս ամենը քարոզչական հնարքներ են, այսպես ժողովրդին ակնահաճո տեսարաններ ապահովելու համար, ցույց տալու համար, որ իրենք այո իրենցից ինչ որ մի բան ներկայացնում են, սակայն ես ուզում եմ հավատալ եւ հավատում եմ, որ մեր հայրենակիցները ունեն բավականաչափ քաղաքական գրագիտություն եւ հասկանում են թե ինչ է տեղի ունենում եւ այս քարոզչական հնարքները չեն ընկալելու որպես իրողություն, այլ հասկանալու են, որ սրանք ընդհանրապես քարոզչական հնարքներ են եւ հունիսի 7-ին այնուամենայնիվ իրենց քվեարկությամբ իրենց հաստատակամ դիրքորոշումն են հայտնելու ու մերժելու են այս իշխանություններին։ Եվ նաև այցերի վերաբերյալ Բնական է, որ այս ժամանակահատվածի համար նախատեսված այցերը եւ մնացած բոլոր գործողությունները ես բացառապես տեղավորում եմ PR կոնցեպտի շրջանակներում, ընդհանրապես որպես քարոզչական հնարք, ցույց տալու միջազգային ընկալումը եւ այլն, բայց մենք բոլորս ենք տեսել, թե միջազգային հարթակներում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ինչ դիրքորոշում կա, թե ինչ կարգավիճակում է ինքը գտնվում տարատեսակ պաշտոնական հանդիպումների ընթացքում եւ որքան էլ որ նույն այդ միջազգային հանդիպումների շրջանակներում Իլհամ Ալիևին աղերսում է իր հետ սուրճ խմել եւ այսպես շատ կամահարական վերաբերմունքի է արժանանում, մենք բոլորս այդ տեսարանները տեսել ենք եւ շատ լավ գիտենք, թե ինչպիսինն է ընկալումը։ Միջազգային կառույցների կողմից ընկալումը երկրի նկատմամբ արտահայտվում է նրանով, որ քո երկրի տնտեսվարողները այս պահին սննկացման ռիսկի ու վտանգի առաջ չեն կանգնում եւ բազմաթիվ տնտեսվարողների ապրանքներ այս պահին վտանգված են, իրացման խնդիր կա եւ մարդիկ սնանկացման եզրին են։ Սրանով է որոշվում նաև միջազգային ընկալումը, միջազգային գործընկերների հետ ընկալումը, թե չէ տարատեսակ սելֆիներն ու սրտիկները իրապես մեր երկրի առջև ծառացած տնտեսական, քաղաքական, անվտանգային խնդիրները չեն լուծում վստահաբար։ Իսկ ընդդիմությունը պատրաստվում է արդյոք միասնական քայլերով դիմագրավել այս իրավիճակին, այդպիսի քննարկումներ կան, թե չկան, թե այսպես ամեն մեկը շարունակելու է քարոզարշավը իրականացնել։ Ես լիազորված չեմ այս պահին միասնական դիրքորոշում հայտնելու, սակայն կարծում եմ, որ երբ կա կոնկրետ միասնական նպատակ, կա կոնկրետ ասելիք եւ այս դեպքում հակակշիռը շատ ակնհայտ է, այսինքն մի կողմից կա ատելության, անհամերաշխության, անհանդուրժողականության գեներացվող մթնոլորտ իշխանության կողմից եւ մյուս կողմից կա ընդդիմադիրների կողմից տարվող կառուցողական քարոզարշավ։ Ես երբեք չեմ առաջնորդվում այսպես կանխատեսումների սկզբունքով, ընտրությունները կլինեն, քարոզարշավը կավարտվի, ընտրությունները կլինեն եւ հետագա անելիքների հնարավոր կլինի խոսել միայն դրա ավարտից հետո։ Ես էլ եմ շնորհակալ եւս մեկ անգամ օգտվելով ընձեռված հնարավորությունից ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել հունիսի 7-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որովհետեւ ձեր մասնակցությունից է կախված, բարձր մասնակցությունից է կախված, հնարավոր կլինի արդյոք փոփոխություններ իրականացնել մեր երկրում, թե ոչ։ Հնարավոր կլինի ապրել, շարունակել ապրել ազատ անկախ Հայաստանի Հանրապետությունում, թե Արևմտյան Ադրբեջանում։ Շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։